Շնորհակալ եմ, որ միացաք իմ ոդքասթին, բարև ձեզ շատ սիրելի հետևորդ եւ հանդիսատես, այսօր կխոսենք երեխաների մասին, նրանց դաստիարակության մասին, թե ինչպես եմ ես դա պատկերացնում, էլի իմ անձնական փորձից, սա մանկավարժի բան չի, կարծիք չի, թե պետք մանկավարժականը ավարտել եմ ժամանակին, բայց ընդունեք որպես հայր, որպես պապի, որպես արտիստ, հա։ Նախ գրանցը վեք ալիքիս, լայք դրեք, որպեսզի տարածվի այս ալիքը, հետո Patreon-ում կարող եք աջակցել եւ մի մոռացեք, որ ամսի 10-ին Լավինյուում խաղում եմ նոր մի ներկայացում իմ ջազ բենդի հետ, մեր ընկերների հետ, դա ամերիկյան եւ հայկական մշակույթների միքսի մասին ներկայացում է, տոմսերը թիքետ միքետում է, կարող եք արդեն գնել։ Գնացինք։ Դուք զգում եք, որ 80-ականների սերնդի եւ ասենք 50-ականների սերնդի միջև եւ 60-ականների սերնդի միջև գրեթե տարբերություն չկա։ Միգուցե մեքենաները արդեն փոխվել են, բայց դե նույն հեռախոսներն են, ասենք տենց պրովուդով, հա, սենյակի սենյակ քաշտալով եւ բոլոր հեռախոսները ասենց սիզալենտով կապված են, որտեղ ջարդվում էին, նույն դպրոցները գրեթե նույն հագուստը, մանավանդ սովետում, հա։ Բայց եթե մենք համեմատենք այսօրվա կյանքը 30 տարվա, ասենք, հետ գնանք կամ 20 տարի, կհասկանանք, որ անճանաչելիորեն է փոխվել եւ որ ես կարող եմ սենյակում նստած դուրս գամ աշխարհի հետ խոսեմ եւ մի փոքրիկ հերոսացույց ունենամ իմ գրպանում, դա աբսուրդի ժանրից է, ֆանտաստիկայի ժանրից է եւ պատկերացնում եք, թե 20 տարի հետո ինչ կլինի։ Դրա համար դաստիարակության եւ մոտեցման ընդհանրապես մեթոդները երեխաների հանդեպ մեզ մոտ հիմնովին սխալ է, մանավանդ այն մարդկանց, ովքեր որ ապրել էին սովետական միությունում։ Մենք պիտի հասկանանք, որ մենք երեխաների համար արդեն այն հեղինակությունը չենք, որ մենք ունենք մեր հայրերի կամ պապերի նկատմամբ։ Ինչի համար։ Որովհետեւ մեր գիտելիքը մեր կյանքի փորձը այլևս իրանց պետք չի։ Մենք դա պիտի հասկանանք, դա ոչ լավ է, ոչ վատ է, դա իրողություն է։ Դա իրողություն է եւ եթե մենք առաջ մեծին հարգում էինք, բան էինք անում, որովհետեւ ինքը ուներ կյանքի փորձ, որովհետեւ նա ուներ ավելորդ ինֆորմացիա, որ կարող էր քեզ պատմել եւ դու հասկանայիր ինչ անել մյուս քայլին քո կյանքում, ապա հիմա դա այդպես չի։ Մեր փորձը իրանց բացարձակ պետք չի, դա անպետք ինչ-որ մի հատ փորձ է։ Նա այդ գիտելիքը, այդ ինֆորմացիան, այդ ամեն ինչը ստանում է ուրիշ տեղից եւ դա անպայման չի, դա գիրք կարդա, որպեսզի դա հասկանա։ Մենք կրթվել ենք գրքերի, բաների վրա, դա այդպես չի։ Ես հիշում եմ իմ 7 տարեկան տղան այն ժամանակ մոտ 25 տարի առաջ, այո, ես ունեի Sony Ericsson մի հատ տենց հեռախոս, որը որ 2 հատ 3 հատ SMS էր ընդամենը բանանում, ուղարկում եւ ինչ որ մի բան փչացել էր, չէի կարողանում իրեն, ասես ասած, դզեի, երեխաս վերցրեց, դպրոց չէր գնում, 2 վայրկյանում 2 շարժում արեց եւ դզեց։ Տղաս դեռ կարդալ չգիտեր, ու մնաց կարդալ լատինատար, որովհետեւ այն ժամանակ չկար ոչ հայերեն, ոչ ռուսերեն, հեռախոսների մեջ կար միայն լատինատար։ Ես սարսափեցի, ասացի՝ «Բալես, դու որտեղից հասկացար, թե սա ինչ պիտի անեմ»։ Նա իր թոթովախոս լեզվով ասեց, որ տես այստեղ է tools, այս բանը որ կա, այս աստրիկը, սա բանի համար է, նալատկայի բանի իրան տյունինգի համար է։ Ես սարսափեցի, ես հասկացա, որ ես ոչ միայն հետ եմ մնացել, ես իղակի այս երեխեքը այլ մոլորակայիններ են լրիվ, իրենց պետք չի կարդալ, որպեսզի իրենք հասկանան, չէ, իրանց հոտը, իրանց շնչելու, իրանց աշխարհ ընկալելու ձևը ուրիշ է եւ մենք դա կհասկանանք երևի թե հետո, երբ որ մասնագետները անալիզ անեն, հասկանան եւ այլ եւ այլ։ Եվ մենք պիտի հասկանանք, որ առաջվա այդ մոտեցումը, որ տատին եթե ասել է, տատին պիտի առաջի տեղ նստացնենք բան եւ այլն, դա արդեն անցել է։ Մեծին հարգում են հիմա ոչ թե նրա համար, որ նա ավելի իմաստուն, ավելի շատ գիտի, ոչ, նրա համար, որտեղ իրան սիրում են։ Դուք պիտի ամեն ինչ անեք, որ ձեր երեխեքը, ձեր թորները ձեզ սիրեն, ոչ թե վախենան եւ հարգեն։
սերը եւ հարգանքը շատ նման զգացմունքներ են իրար հանդեպ։ Այն ջերմությունը, այն ընկերական հարաբերությունը, որ դուք կարող եք ունենալ ձեր երեխայի հետ, դա է բերելու իրենց հարգանքը ձեր նկատմամբ, ոչ թե այն որ բալես, գիտես, այ ճիշտը սա է, իսկ սխալը սա, ինքը շատ լավ գիտի ճիշտը որն է եւ սխալը որն է։ Հիմա անդրադառնանք device-ներին, հա, կոմպյուտերները, բաները, բան եւ այլն, մենք անգամ Հայաստանում կա մի այդպիսի դպրոցներ, որտեղ որ ուղակի արգելում են երեխեքին կոմպյուտերին մոտենալ։ Չեմ ուզում անունները ասեմ, որտեղ իմ երեխեքից մեկը տե ավարտ է։ Ինչևէ, գիտեք, մենք ինչքան պայքարենք դրա դեմ, այնքան մենք կբախվենք ինչ-որ մի պատի հետ, որովհետև չի կարելի պայքարել բնական ինչ-որ մի երևույթների դեմ։ Եթե մարդիկ ժամանակին պայքարեին անձրևի համար, որ ասենք, չգիտեմ ինչ անեին, սկսեին ասենք նետո աղեղով ամպերին խփել, բան, դա ոչ մի բանի չէ, նրանք ուղղակի օգտագործեցին անձրևը իրանց համար։ Այդքան բան։ Նրանք պահկվեցին անձրևից քարանձավներում, այդ անձրևի տակ ասենք բան սարքեցին, փայտից դույլեր սարքեցին, դրեցին, այդ ջուրը օգտագործեցին։ Հետո օգտագործում են այդ ջուրը նաև գյուղատնտեսական, ասենք նպատակներով եւ այլն, հասկանում եք։ Մենք պիտի դա օգտագործենք երեխեքի համար, այսինքն երեխաներին պիտի մի փոքր ուղղորդել, որ հələ որ այն նոր սկսում են կյանք մտնել, հա, որտեղ ինտերնետը դա մի հատ անենց մի հատ տեղ է, որտեղ կա համ լավը, համ վատը։ Նախ եւ առաջ հիմա ափեր կա, որ կարող ես ստուգել, նա մտել է այն վատ սայթերը, որ պիտի չմտնի, կարող ես փակել դրանք եւ այլն, ասենք ինչ որ կոնտրոլի ինչ որ մի հատ մոմենտ կա, մինչեւ 10-15 տարեկան, հա, դու դրանից հետո չես կարա կոնտրոլ անես, հա, եւ ուղղորդել երեխեքին, ախր կան ապուշ խաղեր եւ կան զարգացնող խաղեր, կան հիմար հաղորդումներ եւ կան հետաքրքիր ուսումնական, ասենք ուսուցողական ինչ որ պատմական հետաքրքիր էսկուրսներ, բաներ։ Երեխային դա է պետք անել, ոչ թե միանգամից ասել, չէ, հեռախոսը տուրս թե պահում եմ, բան կջարդեմ, նայ հանգարտ չմտնես, բան եւ իսկ դրա համար ինչ է պետք, դուք պետք է ինքներդ գոնե մի փոքր ինտեգրվեք տեղ, կարողանաք այդ կոմպյուտերը բացել ու տեսնեք թե ընդ ինչ կա, դա անհրաժեշտ է։ Հասկանում եք, դա անհրաժեշտ է, այնպես դա եթե դու դա չիմանաս, դու կյանքում չես հասկանա քո երեխին ինչ անում եւ ինչ է ուզում։ Դրա համար այդ ինտեգրվելն է շատ կարեւոր։ Մի կարեւոր է շատ թեմա կա, որ կուզենամ անդրադառնալ։ Ծնողները միշտ ասում են, համենայն դեպս իմ սերունդը, որ մենք ես դժբախտ եմ, ես լավ չեմ ապրել, որպեսզի դու լավ ապրես։ Հա, ապրեք երեխեք, բայց մեր պես չապրեք եւ այլն։ Կա այդպիսի օրինակներ կա գրականությունից, որ մենք մեր մսից փոխում ենք ձեզ։ Հիշեք մեկ ընդմիշտ դժբախտ ծնողը երեխայի համար երջանկություն չի կարող լինել։ Դժբախտ ծնողը երեխայի համար չի կարող լինել օրինակ։ Եթե դու վատն ես, դու դժբախտ ես, ինչու պիտի երեխան լավ զգա իրան, դուք չեք զգացել դա։ Առաջի հերթին դու պիտի երջանիկ լինես։ Եթե գիտեք օրենքներ կա, չէ, ես մի հատ հիշում եմ մամաս Աստված օգի լուսավորի մի անգամ ասեց, որ հիվանդանոցում երբ որ պարկած էին, դեռ նոր էին կերակրում երեխաներին, մի հատ կին երեխան ճղում էր իրան, այդ կինը նստած հաց էր ուտում, ասում ես զարմացա, լսի երեխան իրան ճղում է, դու նստած հաց ես ուտում, ո՞նց ես կարողանում, հələ մի հատ կատ տուր, բժիշկը շատ ճիշտ նկատողություն արեց, հենց աղջիկ ջան, եթե ես կնիկա հաց չուտի, այնքը կատ չի ունենա, երեխուն ինչ պետք է տա, հա։ Դրա համար հասկացաք ինչ իմաստ եմ, եթե դուք երջանիկ չլինեք, եթե դուք ինքնաբավ չլինեք, ուրախ չլինեք այս կյանքից, երեխան ոնց պիտի իրան լավ զգա, որ իր ծնողը դժբախտ է։ Եվ անձնական օրինակը շատ կարևոր է։ Սիգարետը բերնիդ կյանքում չես կարող ասել երեխուն մի ծխի։ Կնգա տփելով, քրֆելով տունը վատ մտնոլորտ գեներացնելով դու չես կարող երեխուց հետո պահանջես որ նա կնոջը հարգի, որ լավ զգա իրան տանը բանման։ Այն մաման որ ասում է տղա ջան դու թակավոր ես, արի քեզ նստացնեմ գլխիդ մանգան բան, հանգարց աման չլվաս, հանգարց չավլես, հանգարց բան կնիկը պիտի բան, մի զարմացեք որ ինք հետո վաղը կնգան չմարի տալնելու տանը եւ այդ ընտանիքը դժբախտ լինի։ Դուք եք այդպես արել, հասկանում եք։ Շատ կարևոր է որ ծնողը լինի օրինակ, իսկ օրինակը դա ինչ ասեմ, դա ոչ գրքեր կարդալով է, ոչ ինստիտուտներ ավարտելով, այնքան ինստիտուտ ավարտած իդիոտներ կան աշխարհում չեք պատկերացնում, լիքն են։ Դրա համար դա էլ է շատ կարևոր
երեխեքի համար։ Դուք զգացել եք, որ այսօրվա երեխեքը ասեքսուալ են եւ չունեն դիրք կյանքի հանդեպ։ Հետարքիր է, ես միշտ մտածել եմ ինչու է դա այդպես, որովհետեւ հիմա ամեն ինչ հեշտ է։ Մենք առաջ փոքր ժամանակ մի հատ ակ էինք վերցնում, տենց պրոբուլկ ենք օխվում էինք, բանը վազում էինք, հետ ասենք, այդ ակետվից մեզ թվում էր թե մենք մեքենա ենք քշում։ Հիմա դա անիմաստ խաղ է։ Մենք խաղում էինք չլիկ դաստա, գործագործ, էշմիլիցա, բայց հիմա դա երեխեքի համար էշություն է, որովհետև իրականում իրանց կյանքը ավելի հարուստ է։ Մի մտածեք, որ նրանք արա դեր ինչ եք հասկանում ձեր մանկությունից, ձեր կոմպյուտերների մեջ հասկանում են ժողովուրդ, հասկանում են, շատ բան են հասկանում, մեզնից ավել են հասկանում։ Եթե ուզում եք ձեր երեխեն մի քիչ կոմպյուտերից կտրվի, տարեք սեկցիաներ, տարեք, չգիտեմ, դրոնի դբրոց, չգիտեմ, Հայաստանում կա, չէ, Արման Սուլեյմանյանն է բացել։ Այդ երեխեն որ կուզի դա կանի, հա։ Այդ է կարևորը, այսինքն երեխուն պետքա դա այդպես կոմպյուտերից զատ 10 ինչ-որ մի ուրիշ ավելի հետաքրքիր կյանք, եթե դու իրաց տիպես գործագործ խաղա, ինքը չի խաղա։ Որտեղ հիմարությունը գնդակով իրար խփել, իրանց համար դա հիմարություն է, հասկանում եք։ Դուք պիտի մտածեք ձեր երեխին ինչ է վերջապես սիրում։ Նա պիտի կամաց ի վերջո գիտեք ինչ ծնող դառնալը, պապի լինելը, տատի լինելը, բան դա էլ է մասնագիտություն։ Դա մասնագիտություն, որը փող չի բերում, միայն փող տանում է, բայց այն ներդրումը, որ դու անում ես երեխիդ հանդեպ, հետո քեզ հետ է գալու։ Դու պիտի դա մեկ, ասենք, նա համար է, որ նա չունի այդ դիրքը կյանքի հանդեպ, հա, որ ամեն ինչի համար ուրախանա ոնց որ մենք, ամեն ինչի համար բանան, չէ, նա հետարքիր է, որտեղ ինքը ամեն ինչ ունի, ինքը ամեն ինչ ունի, լավ է դա, թե վատ է դա այդպես է, ասեքսուալ են, այսինքն մենք, ես հիշում եմ 10, 11, 12, 13, 15 տարեկան, երբ որ հորմոնները սկսում էին աշխատել, մենք բացի դրանից էլ բան չէինք մտածում։ Դենիս Ռուսոսը, որ երգում էր հետևի պլանին մի երկու հատ անդուր ծիտ էր պարում, սենց քիփ շալվարով, կամ Ռաֆայել Լակարան, որ դուրս էր գալի, դղք սենց իրան մազեր են գնում, դա մեր համար մի սեքսուալ սցենար էր, մենք գնում զուգարանում կողվում ենք եւ գիտեք թե ինչով ենք զբաղվում, դա այդպես էր։ Հիմա այդ երեխու տատին ստրինգ է հագնում, ինչ կա այդտեղ, ինչ սեքսուալության մասին կարած դու մտածես։ Եթե արդեն կյանքը այդքան փոխվել է, այո, տատիները արդեն բավականին սեքսի են։ 50-60 տարեկան կինը նայում ես, ինքը կարքին ծիտ է, հասկանում եք։ Նու մեծ մասամբ, իհարկե կան եւ տատիներ, որ 40 տարեկանում շալը կապում նստում են, բայց դա կենի հին տատիներն են, հա, թեկուզ նոր տատիներ, բայց հին մատորով տատիները։ Հիմա դրա համար են երեխեքը տենց, եւ ես տեսնում որ իրար հետ խաղում են, տղա աղջիկ, ոնց որ հավասար լինեն, մեզ մոտ այդպես չէր։ Մեզ մոտ այդպես չէր, ես ներկայացումներ ունեմ այդ թեման, մենք ոնց ենք վազում, ոնց ենք աղջկան ուզում մի հատ կպնենք, ոնց ենք ասենք թութուտելուց թողնենք որ աղջիկը սկզբից ելնի որ տակից ինչ որ մի հատ նայենք, դա այն սեքսուալ սցենարների եւ բաների մեր, մենք սրանք տենց չէ, ժողովուրդ, սրանք այլ մոլորակային են։ Մենք պիտի իրանց հասկանանք։ Եթե չհասկանանք, մենք միշտ կլինենք իրար հետ անհաղորդ։ Միշտ անհաղորդ։ Մենք պիտի հասկանանք ինչու է տենց։ Իհարկե, այստեղ էլ ինչպես եւ են մյուս հաղորդումներում, ասեմ ժողովուրդ ջան, այստեղ պետք է մասնագիտական ինչ որ տես մի հատ մոտեցում, ես ասեմ ինչ որ ես եմ զգում, ես ասեմ ինչ որ ես եմ տեսնում։ Իմ ներկայացումների մեջ, իմ նաեւ այս ոդքասթների մեջ, հա, երեխաները վատը չեն, նրանք ուրիշ են։ Մենք պիտի հասկանանք, որ սրանք այլ մոլորակային են արդեն։ Մի քանի տարի հետո նաեւ ավելի շատ կմտնի այդ արհեստական բանականությունը եւ մենք ընդհանրապես կլինենք լուզեր եւ եթե ուզում եք որ երեխան ձեզ հարգի իսկ ծնողի համար դա շատ կարեւոր է որ երեխան ձեզ ընդունի մի արեք նենց որ նա ձեզ լսի որովհետեւ դուք խելոք չեք բացարձակ խելոք չեք դուք արեք նենց որ նա ձեզ սիրի տվեք այն ջերմությունը համբուրեք ձեր երեխուն, գրկեք ձեր երեխուն, ասեք, որ ինչ էլ չպատահի կյանքում դուք իրա կողքին եք, այդ դեպքում կլինի համ սեր,
համ հարգանք եւ համ էլ երեխեն ձեզանից օրինակ կվերցի, կասի լավ, հերս դուրակ ագին բան չի հասկանում, բայց ինքը շատ լավ մարդ է եւ շատ երջանիկ է։ Ոնց է արել որ երջանիկ է եղել։ Օրգանական է ապրել։ Եւ դրա համար ես էլ եմ ուզում օրգանական ապրեմ եւ ըլնեմ երջանիկ, նենց ոնց որ իմ papan կամ իմ մաման։ Եկեք երջանիկ սիրելիներս, անպայման ելի կհանդիպենք, ամսի 10-ին խաղում եմ Լավինյուում խաղում եմ իմ նոր ներկայացումը, կոնտրաստ ներկայացումը, տոմսները տիկետ միկետում են, գնեք անպայման եկեք կհանդիպենք։